Անուն է ստացել դիտակը զրկայլի տելեսկոպ, ազիմուտային այդպես է բացվում, 2.6-ն էլ դիտակի հայելի տրամագիծն է 2.6 մետր։ Դիտակը կառուցվել է 1974 թվականի Լենինգրադի օպտիկա-մեխանիկայի միավորմամբ, որից հետո մասերով տեղափոխվել են Հայաստան, քանի որ շատ ծանր կշիռ ունի դիտակը, գրեթե 100 տոննա է կշռում։ Այստեղ հավաքել են սկզբից դիտակը, հետո կառուցել են շենքը, դիտակը այսինքն առանձին է, հա, տեղակայված շենքից, դիտակի տակով սյուն է իջնում ներքև, մինչև գետին, ամբողջ շենքի երկարությամբ, հա, եւ եւս 7 մետր մտնում գետնի մեջ։ Սյունն էլ իր հերթին 30 սանտիմետրանոց ավազաշերտի վրա է կանգնեցրած։ Եվ այս ամբողջ կառուցումը ընտրել են մի նպատակով, որպեսզի ընդերքից եկածող տատանումները այս հատված չհասնեն, որովհետև 1 մմ-անոց տատանումներ անգամ բերում է սխալ արդյունքի դիտման ժամանակ։ Հա, այսինքն երկրաշարժերի ժամանակ թույլ բալային, հա, երկրաշարժերի ժամանակ այս հատված չհասնի տատանումը։ Դիտակը կառուցված է կապույտ և սպիտակ մասերից։ Ամեն մասը կատարում է մի շարժում։ Կապույտ հատվածը կատարում է պտուտաձև շարժում, սպիտակ հատվածը վեր ու վար շարժումներ է կատարում։ Սպիտակի վերջին հատվածում տեսնում եք մեծ շրջանը։ Գտաք, այդտեղ տեղադրված է հայելի։ Փակ վիճակում է, քանի որ հայելի սովորական ապակուց չէ, հատուկ նյութից է պատրաստված, նյութը կոչվում է սիտալ, եւ նյութը այնքան նուրբ է, որ իրեն անընդհատ փակ են պահում, խուսափելով փոշուց, հա, տեսնում եք մոխրագույն թերթիկաձև թիթեղները կլորի վրա, գտաք, այդ թիթեղները ծաղկաթերթի նման հատ առ հատ բացվում են, հայելին մնում է կենտրոնական հատվածում։ Աշխատանքի ավարտից անմիջապես հետո նորից փակվում են, հա, եւս պաշտպանելու նպատակով։ Ամբողջ աշխատանքը ուրեմն կատարվում է համակարգիչներով, մինչ այդ երբ համակարգիչներ չկային, դիտումները կատարվում էին աչքով։ Սպիտակի վերջնահատվածում կա հատուկ տեղ, որտեղից աչքով դիտում են կատարել։ Այս պահին այդ հատվածը փակ է, միացումները տրվել են համակարգիչներին։ Համակարգիչները տեղադրված են աջ կողմում վարագույրով սրահը, որ դուք տեսնում եք, հա, վարագույրով փակ սենյակը, այնտեղ տեղադրված են համակարգիչները, որտեղից կառավարվում է դիտակը։ Այսինքն այս պահին այլևս մարդը ֆիզիկապես այս տարածքում ներկա չի գտնվում, հա, ամբողջ աշխատանքը կատարվում է համակարգչի միջոցով։ Ինչպես է կատարվում աշխատանքը։ Համակարգչով գիտաշխատողը տալիս է կոորդինատներ, այսինքն տվյալներ, ըստ որի պետք է դիտակը աշխատի։ Ըստ այդ կոորդինատների գմբեթը բացվում է, հա, մինչ դիտակի որոնողական աշխատանքը բացվում է գմբեթը բացվում է մի հատվածով, տեսնում եք հաստ գծերը վերից վար իջնող։ Հետնամասում նույն չափի, հա, ասենց ասեմ, նույն չափի հատվածը հետնամասում ունենք, որը որ բացվում է ավտոմատ, հա, հետ է գնում դեպի մյուս հատված։ Եվ ձևավորվում է երկար բաց պատուհան, հա, այդպես ասենք։ Եվ այդ ձևավորված պատուհանից սպիտակ մասը դիտակի ուղղվում է դեպի երկինք։ Հիմա տեսեք, սպիտակ մասը պարկած դիրքում է, ճիշտ է։ Հիմա պատկերացնենք, սա մեր սպիտակ հատվածն է, այստեղ գտնվում է գլխամասը, որտեղ ընդունիչն է։ Խողովակ կա, որի մեջ ընդունիչն է տեղադրված, այս հատվածում էլ պատկերացնենք հայելին է։ Երբ ընդունում է աշխատանքային դիրք, ընդունիչը ուղղվում է դեպի երկինք, հայելին գալիս է հակառակ կողմ, հա, տակի հատվածը, ընդունիչը նայում է երկինք։ Հենց ուղղվեց, սկսվում է պտույտը կատարվում է կապույտ մասի միջոցով, հա, կապույտը սկսում է պտտել սպիտակին եւ կատարվում է որոնումը այս տարբերակով, հա, որոնման արդյունքը հենց գտնվում է, այսինքն ըստ կոորդինատների հենց դիտակը գտնում է մեր նշած օբյեկտը, ֆիքսվում է ժամանակը, հա, երբ են գտել մեր ուսումնասիրվող օբյեկտը, որից հետո սկսում ենք նկարել այդ օբյեկտը։ Հիմա պատկերացնենք դիտակը մի մեծ ֆոտոապարատ է, ինչը նկարում է երկնային մարմինները, հա, ինչպես է կատարվում այդ պրոցեսը։ Ընդունիչը աշխատում է լույսի հաշվին։ Նախ ասեմ, որ մեր գիտաշխատողները երբեք չեն ուսումնասիրում մոլորակներ, որտեղ մոլորակները իրենց բաղադրությունը չեն փոխում, այսինքն իրենք արդեն ուսումնասիրված են, հա, ուսումնասիրում են աստղեր, որոնք ունեն բնական լույս իրենց մեջ։ Այսինքն իրենք նույնիսկ լուսավորված չեն, հա, արևի հաշվին։ Եվ այդ բնական լույսը աստղի ներսում խոսում է նրա մասին, որ իր ծավալը փոփոխվում է։ Եվ մեր գիտաշխատողները դիտակով ուսումնասիրում են հենց այդ աստղերը։ Ընդունիչն էլ իր հերթին աշխատում է հենց այդ աստղի լույսի հաշվին։ Այսինքն լույսն է ընկնում ընդունիչի մեջ, հա, հավաքում է լույսը եւ փոխանցում հայելուն։ Հայելու վրա լույսն ընկնելով կատարում է անդրադարձ։
Ես միշտ այդ համեմատությունը անում եմ ավելի լավ պատկերացնելու համար։ Դուք հաստատ հայելին պահել եք արևի վրա, ճիշտ է։ Ինչ է կատարում արևի լույսը ընկնելով հայելու վրա, անդրադարձա չէ կատարում, հզոր լույսի անդրադարձա կատարում։ Եվ այդ անդրադարձվող լույսը դուք շատ պարզ տեսնում եք, չէ՞։ Ինքը այնքան հզոր է։ Պատկերացնեք նույն process-ն այստեղ է, երբ որ լույսն ընկնում է հայելու վրա, անդրադարձվող լույսը այնքան հզոր է, հասնելով համակարգիչ մեզ տալիս է պատկեր։ Հասկացանք։ Ահա։ Իսկ ծավալը ինչպես է որոշվում, սպեկտրալ ուսումնասիրման միջոցով է որոշվում ծավալը։ Սպեկտրալ ուսումնասիրությունը իրենից ներկայացնում է շատ նման է սրտի կարդիոգրամմային։ Տեսել եք, չէ՞, գծիկներով սրտի կարդիոգրամման որ անում են։ Եվ սրտաբանը տեսնելով այդ արդյունքը հասկանում է, թե ինչ է կատարում հիվանդի սրտի հետ։ Ճիշտ է։ Հիմա նույն բանը պատկերացնենք այստեղ այդ սպեկտրալ ուսումնասիրությունը նույն գծիկների նման, հա, սպեկտրների միջոցով գիտ աշխատողը որոշում է տվյալ օբյեկտի ծավալը, հա, բաղադրությունը։ Հասկացանք։ Հարցեր ունենք, պարզեր ամեն ինչ։